Ամենայնիվ կողմ քվեարկեցիք Զարա Արամյանի բնակարան տալու որոշումը։ Ես հիացած չեմ, օրինակ Զարա Արամյանի Facebook-յան գրառումով, որը հավատացեք առաջի հերթին ինձ էր ուղղված, որովհետև ես նույնպես խմբիային անդամներից էի։ Ես եթե անձնական որևէ բանով առաջնորդվեի, բնականաբար կարող էի դեմ քվեարկել նույն Զարա Արամյանին, որովհետև բացարձակապես ընդունելի էր ինձ համար իր Facebook-յան գրառումը Էրեբունի Երևան տոնակատարությունների եւ դրանից խոսացողների ուղղված։ Բայց այստեղ խնդիրը անձնական չէ եւ Դավիթ Զանասարանն էլ նշեց, որ անձերի հետ կապված վերաբերմունքի արդյունք չէ։ Սա մի խնդիր է, որի մասին Բարև Երևանը բարձրաձայնում է հենց առաջին նիստից։ Մենք ասում ենք հրապարակեք այն ուղենիշերը, այն չափանիշները, որոնցով առաջնորդվում եք բնակարանները նվիրատվության տալու համար։ Եվ այնպես չէ, որ մենք համարենք, որ այդ անձանցից որևէ մեկը մշակույթի կամ գրականության ուրեմն ոլորտում կամ թատերական արվեստում որևէ ներդրում չունի։ Հարցը նրան է վերաբերվում, թե ում են տրվում եւ ինչ նախապատվություններից ելնելով, որովհետեւ իմ գործընկերները բազմաթիվ օրինակներ բերեցին։ Եվ անկեղծ ասած քվեարկության ընթացքում մի խնդիր կա, որը հոգուտ, այսպես ասեմ, արժև ազնիվ լինելու հարց է։ Ամբողջ հարցը նրանում է, որ նախկինում այնպիսի մարդկանց են տրվել բնակարաններ, որոնք անգամ մեր սուբյեկտիվ չափանիշներով չեն բավարարել այդ առաջնահերթություններին, հավատացնում եմ ձեզ։ Եվ այդ մարդկանց խորապատկերին այն մարդիկ, ովքեր այսօր ստանում էին, հավատացեք, ունեին այդպիսի ուրեմն հիմքեր։ Եվ հետևաբար հարց էր ծագում։ Ինձ ավելի շատ մտահոգում է, որ մենք անցած ամիսների, անցած տարիների ընթացքում քվեարկել ենք ուղղակի սուբյեկտիվ պատկերացումներից ելնելով, համարելով սա արժանի է, նա արժանի է, նա արժանի չէ եւ այլն։ Հիմա Զարա Արամյան արժանի է, որ կողմ քվեարկեցիք։ Ես կարծում եմ, որ նրանցից արժանի շատ մարդիկ կան, բայց քանի որ որոշումը արդեն կայացված է, ինքներդ եք հասկանում, եւ քանի որ մենք չունենք այնուամենայնիվ պատկերը, թե ովքեր են դիմել, հարցը, որը ես բարձրացրեցի, մենք չունենք ցուցակը, նույն այն մշակույթի գործիչների, երիտասարդ կլինեն թե վաստակ ունեցող, մենք չունենք այդ ցուցակը, որպեսզի հասկանանք, թե նրանց համեմատությամբ ովքեր են։ Ստիպված ես լինում արդեն կողմնորոշվել եւ քվեարկել այնպես, որ հանկարծ նախորդ քո քվեարկությունների սկզբունքների հետ հակասություններ չլինեն։ Մենք նախորդ անգամներում էլ ունեցել ենք շատ անհատական մոտեցումներ նախորդ դեպքերում եւ հաստատապես բոլոր անցած տարիների նվիրատվությունների պարագայում եղել են եւ արժանավորներ եւ մարդիկ, որոնցից ավելի արժանավորները կան։ Այս պարագայում ստիպված է ուղղակի համատությունների կոնտեքստում քվեարկել, որքան էլ օրինակ կրկնում եմ, բացարձակապես չեմ ընդունում Զարա Արամյանի նույն կեցվածքը ուրեմն Երևանի Երևան տոնակատարությունների հետ կապված։ Հետևաբար այդպես մենք ամեն մեկս առաջնորդվեցինք մեր սուբյեկտիվ պատկերացումներով եւ որպեսի չստացվի, որ շատ անձնական դիրքորոշում եմ հայտնում, որովհետև Զարա Արամյանի գրության հենց հասցեատերերից մեկը ես էի, ես չեմ ուզում, որ իր մոտ որևէ տպավորություն լինի, որ ես դեմ եմ քվեարկում զուտ իր հայտնած կարծիքի համար։ Բոլորը թող վայելեն իրենց բնակարանները, բայց բոլորը թող հիշեն, որ իրենցից ավելի կարիքավոր մարդիկ կան։